Ռուսաստանի Ռոսսելխոզնաձոր պետական գերատեսչությունը հայտարարել է, որ սահմանափակումները կիրառելու հայաստանյան նոր ապրանքատեսակի նկատմամբ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, այս անգամ որ ապրանքատեսակի վրա կտարածվի արգելքը։ Այս անգամ սահմանափակումները տարածվել են ջերմուկ հանքային ջրի 64.5 միլիոն շշի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ արդեն արգելք էր տարածվել ջերմուկ հանքային ջրի մեկ այլ խմբականակի վրա, այդ խմբականակը 38 միլիոն շիշեր, այս անգամ շատ ավելի ծավալուն, եւ պատճառաբանությունը նույնն է, թե իբր ջերմուկում հայտնաբերվել է հիդրոկորբոնատների անթույլատրելի ծավալ։ Ես պետք է նշեմ, որ ջերմուկ հանքային ջուրը առաքվում է ռուսական շուկա ուղիղ 75 տարի եւ այդ ջրի բաղադրությունը կարծում եմ այդ տարիների ընթացքում չի փոխվել, բայց հիդրոկորբոնատի հետ խնդիր նկատվել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Նշեմ նաեւ, որ սննդամթերքի անվտանգության հայաստանյան տեսչական մարմինը սեփական հետաքննությունն է անցկացրել, լաբորատոր քննությունն է իրականացրել եւ հավաստիացնում է, որ ոչ մի խախտում, մասնավորապես մաքսային միության տեխնիկական ռեգլամենտների խախտում չի հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ արդեն քանի ապրանքատեսակի դեմ է արգելք կիրառվում։ Եթե հաշվենք բոլորը, ուրեմն ծաղիկը, լոլիկը, պղպեղը, վարունգը, ելակը, կանաչին, իշխանը եւ կոնյակ արտադրող որոշ հայկական ձեռնարկությունների արտադրանքը։ Հիշեցնեմ, որ մայիսի 21-ից 27-ը Երևանում էին Ռոսսելխոզնաձոր պետական գերատեսչության տեսչական խմբի անդամները, որոնք տեղում էին ծանոթանում այդ ջերմոցային տնտեսությունների վիճակին եւ հայկական այն ընկերություններին, որոնք առաքում են ռուսական շուկա սննդամթերք եւ գյուղատնտեսական տեխնիկա, եւ այդ քննչական առաքելության ավարտին հայտարարել էին, որ նախ չափազանց գոհ են հայ գործընկերների հետ համագործակցությունից, իսկ անցկացված վերլուծության արդյունքների մասին պաշտոնապես կտեղեկացնեն հայկական կողմին։ Բայց նույն այդ օրը Ռոսսելխոզնաձորը հայտարարեց նոր սահմանափակումների մասին եւ այդ պատճառաբանության մեջ հիշատակվում է հենց այս տեսչական խմբի կատարած առաքելության արդյունքները, որոնցից պարզ է դառնում, որ խիստ դժգոհ են հայ տնտեսավարողների աշխատանքից, թե իբր նրանց մի մասը անհասկանալի կարգավիճակ ունեն, մեկ այլ մասում էլ իրենց արգելել են ստուգումներ իրականացնել, թե խուսափել են ֆիտոսանիտարական այդ քննությունից եւ նաեւ դժգոհել են իրենց հայ գործընկերների աշխատանքից, պնդելով, թե իբր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի չի կատարում իր պարտականությունները։ Պնդում են այդ գերատեսչության ղեկավարները, որ տարվա սկզբից Հայաստանից Ռուսաստան առաքված սննդամթերքում եւ գյուղատնտեսական ապրանքներում հայտնաբերվել է ուղիղ 181 դեպք ֆիտոսանիտարական նորմերի խախտման։ Նշեմ, որ Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանից որևէ արձագանք չեն ստացել Ռոսսելխոզնաձորի այս սահմանափակումներին որոշմանը։ Իսկ արժի նաև ուրիշ ապրանքատեսակների դեմ արգելքների սպասել։ Դե այս ողջ տրամաբանությունը թույլ է տալիս ակնկալել նոր սահմանափակումներ, քիչ էր մնում ասեի պատժամիջոցներ։ Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարար Մաքսիմ Ռիշետնիկովը հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը դրանից որևէ կերպ չի տուժի, քանի որ դիֆերենցված մոտեցում կա ապրանքների ներկրման եւ հայկական արտադրողները ընդամենը չնչին տոկոսն են վերահսկում ռուսական շուկայի, թեև օրինակ կոմերսանտ թերթը պնդում էր, որ ծաղկի դեպքում այդպես չէ եւ որ ծաղկի շուկայում կարող են տատանումներ լինեն գնային, որից կտուժի ռուսաստանցի սպառողները։ Վերջերս հերքվել էր տեղեկությունն այն մասին, որ Ծիրանի սահմանափակման մասին որոշում կա,
Նույն կարծում եմ այդպիսի բան չերել կարող լիներ, քանի դեռ Ծիրանը հասունացած չէ։ Պետք է որ առաջին խմբականակը հասնի երկիր, որ նոր այդ խմբականակում հայտնաբերեն այդ ֆիտոսանիտարական նորմերը։ Հավանաբար, երբ Ծիրանը հասունանա, առաջինից խմբականակում ինչ որ բան կգտնեն։ Հույս ունեմ, որ սխալվում եմ, բայց կարծում եմ այնուամենայնիվ կգտնեն։ Մտավախություններ ունեն նաև Հայաստանում թունդ ոգելից խմիչքներ արտադրող ընկերությունների ղեկավարները, մասնավորապես մտահոգիչ է այն, որ Ռուսաստանի Պետդումայի անվտանգության կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Լուգավոյը բաց տեքստով կոչ է արել սահմանափակել նաև Հայաստանում կոնյակ եւ օղի արտադրողների արտադրանքի ուրեմն մուտքը ռուսական շուկա։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում թունդ խմիչքների 78%-ը արտահանվում է հենց Ռուսաստան եւ որ Հայաստանի տնտեսությունը դրանից զգալիորեն կտուժի։ Արդյոք հնարավոր է, որ այլ երկրներ էլ միանան սահմանափակումներին կամ ըստ էության պատժամիջոցներին, ինչու ոչ։ Դե իմացանք այսօր, որ ԵԱՏՄ 4 անդամ պետությունների ղեկավարները հայտարարություն են տարածել ուղղված Հայաստանի ղեկավարությանը, այն փոխանցի Հայաստանի վարչապետին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեսականորեն չեն բացառում, որ Բելարուսը նույնպես ինչ որ նման սահմանափակումներ կիրառի, նշեմ, որ նման փորձ ժամանակին եղել է, երբ 24 թվականին Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր Բելարուսիայի Բելարուս ընդդիմադիր առաջնորդ Տիխանովսկայի հետ, Բելարուսի գլխավոր սանիտարական բժիշկը սահմանափակումներ կիրառեց հայկական կոնյակ արտադրող ընկերություններից մեկի ապրանքների նկատմամբ։ Նշեմ նաև, որ այսօր Վլադիմիր Պուտինը Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ չի բացառվում, որ նաև համատեղ քայլերի հերթականությունն է քննարկվել։ Շնորհակալություն, Արտем։